Իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանն ու իշխանամերձ խոսնակ լրատվականի ղեկավար Նանե Իսրայելյանը հայտնվել են քննչականի թիրախում։ Իրավապահները քննում են, արդյոք նրանց խոսքը ատելություն է արցախցիների նկատմամբ։ Փողոցում տարբեր անցորդներ ա գտնում, որոնք որ լուտանք են թափում արցախցիների հասցեին, այդ վիդեոներն ա տեղադրում, առանձին հարցազրույցներ ա անում քաղաքական գործիչների հետ, որտեղ մարդկանց խոսքը մանիպուլացնում, փոփոխում, ձևախեղում ա եւ էլի որպես ատելության խոսք տարածում ա։ Խոսնակի դեպքում միայն արցախցիներին չի վերաբերվում, նաեւ գյումրեցիներին։ Քննչականից չեն մանրամասնում, թե բացի քրեական գործի հարուցումից ինչ քննչական գործողություններ են արել, հարցաքննել են նրանց ու մեղադրյալ են, թե ոչ։ Հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Մտքի ուժը կազմակերպության ղեկավար Արամայիս Աղաբեկյանը եւս դեռևս տեղեկություններ չունի։ Ռոմանի մասով հետաքրքիր է, որ ինքը այդպես ցուցադրական ցույց տալու համար, որ ես թքած ունեմ ամեն ինչի վրա, անմիջապես վարույթ նախաձեռնելուց հետո եւս 3 հատուցի գրառում է արել։ Եվ ես ստիպված եմ եղել միջնորդություն ներկայացնել նրա հանդեպ խափանման միջոց կիրառելու համար, որը որ թույլ չի տա եւս մեկ անգամ հանցագործություն իրականացնել, սպասենք համապատասխան որոշմանը կլինի խափանման միջոց թե չէ։ Իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանը ապրիլի 8-ին Facebook-յան էջում վկայակոչել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, թե Արցախի բնակիչները Հայաստանի բյուջեից ստացել են մոտ $300 միլիոն, որի 90%-ը տրամադրել է պետությունը։ Բաղդասարյանը քննադատել ու նաեւ վիրավորական արտահայտություններ էր գրել օգնություն ստացած որոշ արցախցիների հասցեին, բայց արդեն 3 իր էջում պնդել է, թե խոսքը բոլորի մասին չէ։ Երբ ասում եմ դարմայեդներ, դա չի վերաբերվում բոլոր ղարաբաղցիներին։ Հիմա ես ասում եմ, ով է իմ նալոգները ստանում 18 ամիս։ Երեկվա իր ուղիղ եթերում եւս Բաղդասարյանը հարցնում էր Հայաստանի կառավարությանը, թե ինչու պետք է իր հարկերից օգնություն ստանան Արցախում պաշտոններ զբաղեցրածների ընտանիքները, նրանք ովքեր մեջբեր են պատերազմի ժամանակ խուճապ էին տարածում, ովքեր գերի էին թողնում զինվորներին, կրակում նրանց վրա, նրանք ովքեր 35 տարի գողացել են Հայաստանի փողերը։ Իսկ 2023 թվականին հիմնադրված խոսնակ լրատվականի ղեկավար Նանե Իսրայելյանը, որ հայտնի է իր ընդգծված իշխանամետ հայացքներով, ապրիլի 17-ի գրառման մեջ արցախցիներին անվանել էր հող հանձնողներ ու տարբեր մեղադրանքներ տեղացել նրանց ու նախկին իշխանությունների հասցեին։ Եթե քննչականը քննություն է սկսել Ռոման Բաղդասարյանի ու Նանե Իսրայելյանի գործողությունների առնչությամբ, ապա մերժել է ուսումնասիրել Facebook-յան օգտատեր Արսեն Արշակյանի գրառումը։ Այս օգտատերը, որի էջում նշված է, թե իբր Նյու Յորքում է բնակվում, զբաղված է իշխանության գովքով ու ընդդիմության պարսավանքով։ Ըստ Մետաքսիկի Ղարաբաղցիքի 30%-ը լքել է Հայաստանը։ Աստված տա երբեք չվերադառնաք ու շարունակական լինի։ Գրառումը հավաքում է 573 հավանում, 228 մեկնաբանություն եւ 25 հոգի կիսում է գրառմամբ։ Փաստաբան Ռոման Երիցյանն էր դիմել քննչական կոմիտե։ Քննիչը սակայն եզրահանգել է, որ Հայաստանից արցախցիների հեռանալու փաստով հրճվող Արշակյանի գրառումն իր մեջ չի պարունակում ոչ ատելություն, ոչ թշնամանք։ Վստահեցնում եմ բոլորին, որ դատարանը կայացնելու է բողոքը բավարարելու, եթե դատարանը չհապա վերջնական այդպիսի որոշում քննիչ կամ վճռաբեկ դատարանի կողմից կլինի եւ մենք կունենանք այս կոնկրետ այս հայտարարության հիման վրա առնվազն նախաձեռնված քրեական վարույթ։ Արցախցի փաստաբան Երիցյանը քննիչի այս որոշումը համարում է ոչ իրավաչափ եւ այն արդեն բողոքարկել է։ Կոնկրետ պարագայում անձի արարքում միանշանակ արկա են այդ հանցակազմի տարերը եւ այդպիսի նախնական գնահատական կարելի էր տալ եւ հետեւաբար վարույթ նախաձեռնելն այս պարագայում այլընտրանք չուներ, բայց դե քննիչը իրեն դնելով լեզվաբանի տեղ հայտարարել է, որ այդ խոսքերի իր մեջ չեն պարունակում թշնաման կամ, չգիտեմ, ատելություն քարոզելուն ուղղված ինչ-որ խոսքեր։ Փաստաբանին ուղարկված մերժման տեքստում քննիչը գրել է, որ քաղաքական խոսքի համատեքստում ասված վիրավորական, ցնցող եւ անհանգստություն պատճառող խոսքը չի կարող արգելվել, եթե ատելություն չի պարունակում, եւ եզրակացրել է, որ չկա հանցակազմ։ Փաստաբանը սակայն հարցնում է, ինչու է քննիչն առանց քննության նման գնահատական տվել, պետք է քրեական գործ հարուցեր, հետո պարզեր դա։ Օրենսդիրը պարտադիր է համարում քննիչի համար վարույթ նախաձեռնելու գործողությունը բոլոր այն դեպքերում, երբ որ ներկայացում է պաշարժ հաղորդում։ Կոնկրետ պարագայում իմ կողմից ֆիզիկական անձի կողմից ներկայացվել է հաղորդում, այսինքն քրեական գործ հարուցելու առիթը կար։ Մինչ Երիցյանը պնդում է, եթե թշնամանքի ու ատելության թիրախում իշխանավորները լինեին, իրավապահները ակտիվ կլինեին մեղավորներին բացահայտելու հարցում, քննչական կոմիտեից Ազատությանը փոխանցեցին։ Փաստաբանի մեջ բերած հրապարակման բովանդակությունը չի պարունակում որևէ արտահայտություն, որին ողջամտորեն կարող է տրվել նախնական իրավական գնահատական։